Վահան Ազարյան ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 11-ին։ Մանկուց հետաքրքրվել է արվեստով, հատկապես նկարչությամբ և քանդակագործությամբ։ Այդ էր պատճառը, որ թվում էր ընտանիքում արվեստագետ է մեծանում։ Տարիներ անց միայն ճարտարագետի մասնագիտությունն ընտրելուց և այդ մասնագիտությամբ կրթություն ստանալուց հետո պետք է որոշեր՝ ծառայելու եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Քահանա է եղել Գավառի, Ստեփանավանի, Հաղպատի եկեղեցիներում։ 2000 թվականին եկել է Վանաձոր և շարունակել իր գործը Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 2005 թվականից ցայսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանան է։ Հանդիսանում է Գուգարազ թեմի երիտասարդական կազմակերպության ղեկավարը, դրանով իսկ նպաստելով մեր երիտասարդների հայեցի դաստիարակության գործին։ Բոլորն են ճանաչում Տեր Վահան Քահանա Ազարյանին որպես բարի, աշխատասեր և կազմակերպված անձնավորության, խաղաղասեր ու ծառայասեր մարդու, ով մշտապես պատրաստ է ներդնել իր փորձն ու գիտելիքները մյուսներին օգնելու գործում։ Սիրում է գրքեր կարդալ, նկարել, քանդակել։ Ընտանիքի մարդ է, ով յուրաքանչյուր ազատ պահը նվիրում է զավակներին։ Սիրում է բնությունը և շատ ժամանակ է անցկացնում բնության գրկում։ Նկարագրեք ձեզ։ Երևի թե մեկ բառով պիտի ասեմ խաղաղասեր։ Շատ ավելի մեծ առաքինությունների չեմ տիրապետում, որքան որ կուզենայի իսկապես այն լինել, բայց ավելի շատ նկարագրության մեջ երևի թե տեսել եմ ավելի շատ խաղաղասիրություն կա։ Այսինքն սիրել եմ ավելի շատ որ շրջապատում ամեն ինչ հարթությամբ գնա։ Դուք հպարտանում եք նրանով, ինչով զբաղվել եք և ինչով զբաղվում եք հիմա։ Հպարտ եմ, որ Տիրոջ ծառանեմ, այդպես կարելի ասել, բայց միամնացած բաների մեջ հպարտությունը լավ բան չէ։ Դա որ շատ ուրախ եմ, եթե ինձ տրված է ծառայության որոշակի գին, որոշակի բան, որովհետև գոնե դրանով կկարողանամ կամ ցանկացած մեկ երևի, այդպես եմ կարծում, որ ցանկացած մեկին եթե տրված լինի կյանքում ինչ-որ մի բանում ծառայել, ինչ-որ միտեղ ինչ-որ մի բանում, դա մեծ ուրախություն է իր համար, որովհետև գոնե այդտեղ կկարողանա մաքուր լինել։ Աստծո առաջ գոնե մի բան ասած կլինի իր կյանքում։ Ինչն է կյանքում ձեզ ամենաշատը գոհունակություն պատճառում և ինչու։ Պատրաստակամություն ունեմ ծառայելու, հենց դա գոհունակություն է բերում ինձ, որ չեմ զլանում ծառայելու ցանկությունից։ Որպես մարդ չի ասես, այսպես գիտեք, ուղղակի վազում եմ դեպի ծառայությունը, որովհետև յուրաքանչյուր ծուլանում ենք ընթացքում, դժգոհում ենք ինչ-որ միտեղ, չէ՞, մինչև անգամ մեր ծառայության մեջ, մեր գործի մեջ կարող ենք ծուլացումներ ունենալ, բայց կարելի ասել, չէ, սիրել եմ ծառայելու ցանկությունը մեծ եղել է, պատրաստակամությունը։ Այդպես չեմ փորձել հիմնականում, գիտեք, ասել, չէ, դա այն գործը չի կամ փորձել դեռնապահ մնալ, էլի եմ ասում, մարդկային տուրությունների շարքի մեջ ավելի շատ ծառայասիրությունը գոհունակությունն աղել։ Ասում են, որ պետք է ամեն օր աղոթել և աղոթքը օգնում է հասնել նպատակներին։ Դուք համամիտ եք այս մտքի հետ։ Աստծո կանչն է դա, Աստծո հետ խաղաղ լինելու և հաշտ լինելու առաջին քայլն է, Աստծուն իբրև ծնող կարոտելու առաջին բաղձանքն է։ Երբ որ ժամանակ լինում, միշտ խոսում եմ դրա մասին, ասելով, որ եթե մարդ չի կարոտում Աստծուն, նրա աղոթքից ոչինչ չես կարող ստանալ։ Իսկ նպատակ այդպես որպես այդպեսին մարդը պետք է կարողանա նպատակ ունենալ ոչ անձնային նպատակներ, որտեղ Աստված դա չի ուզում մեզանից։ Դա ասում է դա հեթանոսներն են այդպես ուզում։ Հեթանոսներն են անձնային նպատակներ դնում իրենց առջև, որոշակի կարիերային իրավիճակներ, ամբիցիոզ իրավիճակներ, որովհետև անկախ ամեն ինչից է դա բխում։ Անկախ ամեն ինչից դա բխում է։ Մեր մարդկային կյանքը ինքին տանում է դա նպատակակետ որպես այդպես, բայց օրինակ Պողոս Առաքյալն ուրիշ կերպ է սովորեցնում։ Դա ասում է ես վազում եմ դեպի իմ նպատակակետը, այսինքն հասնելու երկնքի արքայության, որի մեջ ծառայության միջոցով է դա կատարվում, իր ծառայությունը սիրելու միջոցով, պատրաստակամությամբ, այսինքն հանդնառություն անձնուրանալու տարբերակով։ Եվ դրա բնական է, որ այս ամենի մեջ միակ լավագույն օգնող բանը, եթե կա, առաջին կերպերի մեջ դա այն աղոթքն է, որ պիտի խնդրես Տիրոջից իսկապես անձնուրացությունը սովորեցնել, որովհետև նա է հայրը եւ նրան պետք է հաճելի լինել ամեն կերպ։ Նրա մեծությունն, նրա ողորմատության չափը, որ հասկանում, սկսում ես կարոտել ամեն վայրկյան։
Եթե 2 րոպե ասենք թե անցել է չես խոսում, օրինակ մարդ մշտապես զրուցում է ինքն իր հետ, իր Աստծո հետ անդադ զրուցում է, ինչ որ բաներ է հիշում, ինչ որ նեղված է կամ ինչ որ զրուցում է, իր միակ առաջին զրուցակից իր ծնողն է, նա ով ամեն վարքյան քեզ հետ է։ Բնական է այդտեղ աղոտ կառուցվում է։ Բնական է որ այդ նեղվածությունը մարդու նեղվում է, չէ՞, հուզեր ունեն, տառապանքներ ունեն, ում հետ պիտի կիսվես։ Աստծո հետ, որտեղ նա հենց անմիջական մասնակիցն է քո բոլոր իրերի։ Կռիվը ում հետ է, Աստծո հետ։ Այս բաները կան, որոնք մարդկանց առաջնորդում են։ Բնական է, այո, իհարկե, աղոթքը բավականին մեծ օգտակարություն, աղոթքի ավելի մեծ առաքինություն, ավելի մեծ առաքինասիրություն դժվար է ստանալ, որից եւ բխում են բոլոր մնացած բաները։ Մենք սովորում ենք ուղղակի աղոթքի միջոցով։ Տեր Վահան, դուք լավատես մարդ եք, այլ լինում է, որ բացասական ինֆորմացիոն դաշտը կամ բացասական մտքերը անդադ ազդում են մեր վրա, ինչպես ազատվել բացասական մտքերից։ Ես հիվանդագին լավատես չեմ։ Հիվանդագին լավատեսություն չէ, ամեն գնով լավատես լինում։ Չնայած ասեմ, որ երևի թե ժամանակ առ ժամանակ փոխվել է մտածողությունս, միգուցե, որտեվ երբ քննում եմ հաճախ իմ դեպ առումով իրավիճակների մեջ հազար մի տեսակ բաներ են տեղի ունենում, կյանքն անցնում է, եւ կասեի, որ չեմ տարբերում որևէ այլ մարդուց։ Յուրահատկություն չեմ տեսնում իմ մեջ, այդպես որ պիտի այդպեսին։ Իմ ծառայության մեջ եմ տեսնում յուրահատկությունը, որը պարտավորեցնում է, սակայն լավատես այո, իհարկե, բայց ոչ հիվանդագին։ Որովհետեւ երբ հիվանդագին լավատեսություն եմ ունում մարդը, կորցնում է հաճախ իրատեսությունը։ Ինչ կա իրականում։ Այդ իրականության մեջ կան բաներ, որոնք պետք է անմիջապես տեսնել, զգուշավոր լինել եւ անգամ իրականության մեջ տեսնել վատ բանը եւ լռել չարժե։ Վատ իրավիճակում հորդորել ինչ-որ մեկ չհորդորել կամ դեպի լավը չուղղորդել քո ուժերի ներածին չափով դա հանցագործություն է։ Ինչու որովհետեւ ընդամենը մի քայլ ընկում արդեն հորատեսությունն է։ Իսկ ընդհանրապես կարելի է կառավարել մտքերը, այնպես այլ որպեսզի անդադ դրական մոտիվացիա ունենանք այս կյանքում։ Մարդը կամքի ուժ ունի եւ Աստված նրան տեխտել է հենց այդ զորությամբ։ Մարդու միակ հզոր բան իր կամքն է, որ նա կարող է լիարժեքորեն ազդել։ Իհարկե, մենք էլ եմ ասում, ծուլանում ենք թույլ, հաճախ ընկրկող, տրվող մեր իրավիճակին, մեր մարդկային թուլություններին, որոնք կլինեն բնական բնածին, այդպես ասած, եւ բնությունից տրված թուլություններ որպես այդպես, սակայն հենց մարդու ուժը եւ նրա զորությունը կանում է նրան, որ նա աստվածանման է դառնում։ Կամքի հզոր ուժի գործադրմամբ։ Այո, կասեի, որ մտքերը կարելի է կառավարել եւ չար մտքերը, վատ մտքերը կարելի է իմանալ եւ հասկանալ այն ժամանակ եւ դրանից հետո փորձել կառավարել այն ժամանակ, երբ լիարժեքորեն հասկանում ես թե ով է քո առաջնորդը, որ եթե Աստված չէ իր արժեքներով առաջնորդը, չար մտքերը գտնել շատ դժվար է, որովհետեւ չկա այլևս չար միտք, այլևս չկա արարք եւ պատասխանատվություն հասկացողությունը։ Ինչ կա արարքի մեջ եւ ինչ կա պատասխանատվության չափանիշի մեջ։ Եթե կա արարքը, հետեւաբար կա նաեւ դրա դիմաց պատասխանատվությունը, ուրեմն մտքերից է նախ սկսվում ամեն բան։ Մտքերդ կառավարում են քեզ, մտքերը ծնվում են քո ցանկությունների մեջ, գործի ցանկություն, ինչ-որ մի բան անելու ցանկություն եւ նախ մտքերն են սկսում առաջնորդվել։ Եվ բնական է չար մտքերը, վատ մտքերը, եթե չկառավարվեց հատկապես Աստծո կամքով, դրանք շատ ավելի հեռուն են տանելու, շատ ավելի վատ բաներ են ծնելու։ Ինչու՞, որովհետեւ մենք չենք չափաբերում ամեն բան Աստծով։ Չենք ասում, որ այս բանը Աստծուն դուր չի գալիս, այս բանը Աստծո կամքով չէ, հետեւաբար իմ մեջից պետք է փորձեմ դա իսպառ վերացնել։ Նրանք անընդհատ ծնվելու են, անընդհատ գալու են, զանազան տեսակի որոշ խնդրություններ, զանազան տեսակի չարություններ, զանազան տեսակի ինչ-որ մի չար բան անելու ցանկություն, հատկապես այդ չար բաները գալիս են անձնասիրությունից, անձնապաշտությունից։ Հենց դա սկսում է, թե չէ՞, մարդը ինքնաբերաբար չար բաներ գործել, ամեն ինչ իրեն ծառայեցնելու ցանկությունը։ Դեռ կարծե դավաճանությունը, կեղծավորությունը, անհավատարմությունը, դրանք ամենամեծ չարիքն են, որոնք ծնվում են մարդու մտքի մեջ։ Դրանք պետք է իսպառ վերացնել որոշակի գործողություններով, հստակ գործողություններով, դրանք դեմ կատարվող գործողություններով, արդեն ընկերասիրությամբ, դավաճանությունը վերացնելու ցանկացած կերպ, ընկերոջը լավ համարելով, ընկերոջը գտնելով ամեն դեպքում։ Այդ բոլոր արժեքները, որոնք Աստված մեզ սովորեցնում է։
Եվ եթե մենք ասում ենք հավատարիմ լինում, արդեն շատ բաներ պատվիրանապահությամբ կարողանում ենք։ Ինչու՞ է նախ ասում եք գտեք ինձ, հետո պատվիրանները սպահեք։ Հետևաբար, մինչև իրեն ճանաչում ենք, սկսում ենք մեր արժեքները իջեցնել նրա արժեքների առաջ ու սկսում ենք գործողություն, պատվիրաններ պահելը։ Այսպես ասում, այդպես էլ անում ենք։ Ես սկսում եմ ամեն բան ուղղվել։ Մտքերի կառավարումն այդտեղից կարելի է սկսել։ Մտքերը կարելի է վանել ընդհանրապես, որ այն ինչ որ ածված մեծ երևույթ է տալիս է հնարավորություն այս ամենի մեջ։ Ինքնասիրահարվածություն կոչվող հիվանդության դեմ ասում են, որ դեղամիջոց չկա եւ այն մարդիկ, ովքեր դրանով տառապում են, այս կյանքում շատ բան են կորցրել։ Ինչ խորհուրդ կտաք ինքնասիրահարված մարդկանց, ինչպես ազատվել այդ հիվանդությունից։ Ինքնասիրահարված մարդը, ինքնապաշտ մարդը, եսապաշտ մարդը, եսակենտրոն մարդը, այդ բոլորը կարծես մի տոպրակի մեջ է հավաքում։ Այդ անձնապաշտությունը այնքան դժվար է մարդուն սովորեցնել, հասկացնել, որ նա այդպիսինն է։ Ասեմ, որ ընդհանրապես ցանկացած մեկը ունի դա, ցանկացած մեկը։ Փորձեք վիրավորել որևէ մեկին։ Անգամ փորձեք որևէ ստորադաս աշխատողի ուղղակի իր տեղը ցույց տալ։ Կվիրավորվի, կխոցվի։ Միամտաբար կամ ուղղակի հենց այնպես, եթե պատահաբար կարող է ստացել որևէ մեկին, որևէ մեկի մոտ, ասեք իդե լավ չէր, որ եթե բանալին խոցվի մինչև վերջ։ Զավակներն իրենց ծնողներին չեն լսում, անձնապաշտությունից է գալիս, եսապաշտությունից, ինքնասիրահարված մարդու տա, ինչպես նշեցիք դուք, իսկապես սա պետք է փորձել հնարավորինս Աստծուն ցույց տալ մարդուն։ Եթե մարդու մեջ պաշտամունքի վայրում տեղում նստած է Աստված, չեզոքանում է եսը։ Համար մեր փրկիչն ասում է, ով չուրանա իր անձը եւ չվերցնի խաչը իմ հետևից գալու, չի կարող ինձ արժան լինել։ Այդպիսին դատապարտված է այս աշխարհում զանազան տառապանքներ կրելու։ Ինչու, որովհետև երբ որ մարդը ջանք է թափում ամեն գնով ամեն ինչի հասնել, քրտնում է միայն իր անձը բարձրացնելու, ես իմ երեխեքը, վայ իմ տունը, վայ այս ինչ ամեն բան այս ուղղությամբ հատկապես միայն իր անձը, այդ մարդու տառապանքն այդքան է։ Եվ շատ ավելի սարսափելի է իհարկե այդ առումով։ Իհարկե գարշելի է նման անձերի հետ շատ ավելի շփվելը, որովհետև նրանք ամենաառաջին իսկ վայրկյանում ցանկացած մեկին դավաճանող մեկն են։ Նրանց համար որովհետև չկան արժեքներ։ Նրանց համար անգամ սեփական արժեքների մեջ շատ ավելի քիչ արժեքներ կան։ Նա միայն իր անձն է սիրում եւ իր անձի պաշտամունքն է միայն իր համար կարևորը։ Եվ ասում է թաստեղ պարկող չի տվյալ մարդը, այդպիսի հատկացություն գոյություն չի, այդ մարդը թաստեղ պարկող չի, որտեղ հատ այնտեղ կա սահմանն ունի իր համար։ Հետևաբար ընդհանրապես շատերը կան։ Այժմ մեր ժամանակաշրջանի կործանող ամենասարսափելի ուժն է սա։ Մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում, օրինակ հիմա զարգացել է հոգեբանություն, հոգեբաններն ամեն տեղ են եւ այլն, նրանք իհարկե լավ բաներ անում են, բայց հաճախ նրանց սահմանումի մեջ, երբ որ մարդկանց հետ աշխատում են, այս չար բանը մտցրած է։ Դու լավն ես, դու կարող ես։ Այո, չի ասի, որ մարդուն պետք է ընդհանրապես նվաստացման տանել։ Զգույշ եղի, դու չես կարող, չի ստացի, նման բաներ չկա։ Աստված ինքն է առաջնորդում մեզ, սահմանել է, մեզ խելք է տվել, կարողություն է տվել, նշանակում է այդ ամենը ես կարող եմ, բայց կարող եմ լավ բան անելու համար։ Իսկ լավ բան ես պետք է տեսնեմ դիմացինի մեջ Աստծուն։ Հաճախ օրինակ ես հարցնում եմ, ցույց տվեք ինձ Աստծուն։ Նա այնքան մոտիկ է, նա այնքան երևում է, այնքան պարզ երևում է, ցույց տվեք ինձ։ Բոլորն ամեն երկինք ես կողմեն կողմ կամ ինչ-որ մի բան։ Այնինչ են դիմացինի մեջ են։ Դիմացինից պատկերով է նա։ Այդպես սիրել նրան եւ կարողանալ այսպես վերագտնել կյանքը եւ նրան մեջ տեսնելով այդ Աստծուն, նրան ծառայելու միջոցով այդ ինքնասիրահարվածությունը կվերանա։ Այսօրվա մեր աշխարհի բոլոր հնարավոր կերպերը մարդուն մղում են դրան, ինչու որովհետեւ այդ մարդը ինքնաոչնչացման միակ ճանապարհը դա է, ինքնասիրահարվածությունը։ Դա ինքնաոչնչացման ամենահրաշալի ձևն է, որովհետև շատ-շատերը չեն հասկանում, թե եթե մենք այս ճանապարհով գնանք, մինչև ուր, մինչև մյուս ինքնասիրահարվածության սահմանը։ Եվ այստեղ սահմանները սկսում են խառնվել իրար եւ սկսում են պատերազմ։ Եվ մենք ինքնաոչնչացում ենք տեղացնում։ Այդտեղ չենք տեսնում ընտանիքը, ընկերներին, հայրենիքը,
ծառայությունը, որոնք ինքնամոռացում են պահանջում եւ ավելի վեհ գաղափարներ են, ավելի բարձր արժեքներ են, որտեղ թաքնված է Աստված։ Որովհետեւ հայրենասիրությունը Աստվածասիրությունն է, ծառայասիրության մեջ Աստծո ներդրումը կա, ընկերների մեջ, ընկերասիրության մեջ քո ազնիվ տեսակը, լուսավոր տեսակը պահպանելու այնտեղ նշանակում է դու Աստծուն ես պատկանում, քո ներդրումն ունես այնտեղ։ Եվ այդպես հասարակություն եւ հանրություն սկսում է ձևավորել բոլոր ենթակառույցներով, այսպես ասած։ Ահա մեզ դա է պահանջում։ Ինչ է բախտը եւ ո՞րն է բախտի դերը հաղթանակի հաջողության հասնելու գործում այս կյանքում։ Հաջողության առումով պետք է ասել, որ շատերը դիմում են բախտին։ Մեն բախտը բերեց եւ այլ եւ այլ։ Դա մի քիչ նման է ճակատագրապաշտությանը։ Մի քիչ, ոնց որ մի քիչ նմանություններ ունի, այդպես ասած, նրա ենթավերնագիրն է, ենթատեքստն է, այդպես ասած։ Բախտ չկա։ Բախտավոր է մարդը հենց ինքնին։ Երբ ծնվել է աշխարհ է եկել, որովհետև նա բախտավոր է Աստծո պատկերն ունի։ Նա բախտավոր է, որովհետև իրեն շրջապատող շրջապատ ունի, վերջապես։ Նա բախտավոր է, որովհետև կարող է ներգործել աշխարհի վրա։ Պետք է ասել այսպես ուրեմն, ինչ մարդու, ասենք բախտը չի բերել, որ այսօր Սիրիայում է ծնվել, օրինակ, պատերազմում։ Բայց լինում է, չէ, որ այս կյանքում անբարենպաստ հանգամանքները անխուսափելի են եւ կարելի ասել, որ դա ինչ-որտեղ ճակատագիր է։ Ինչ կասեք այս մասին։ Եղած վիճակներն անխուսափելի են, պատերազմական ժամանակաշրջանում ծնվել այնպիսի ժամանակաշրջանում, ուր ստրկատիրությունն է, տիրում ինչ-որ ժամանակաշրջանը, որոնք մենք պատմությունից ուսումնասիրում ենք եւ տեսնում ինչ լավ որ մենք այդ ժամանակին բախտավոր սերունդ է։ Այո, հաճախ խոսում ենք դրա մասին, այո, դա բախտավորություն առավելաբար կարելի ասել Աստծո ողորմության առատության ժամանակաշրջան, ուղղակի, բայց չմատնավորել, սա այլևս պետք չէ մատնավորել, չոր մատնավորման եւ այլն, հաճախ կատակով ասում են բախտավոր աստղի տակ է տնվել այս մարդը, կարծես ամեն ինչի շարով գնում է, այդտեղ մի ուրիշ խնդիր կա, Աստծո նախախնամության խնդիր կա, ոչ թե այդ մարդը շատ լավն է դրա համար, իր հաջողությունները փայլում են, այլ մի քանի եզրեր կան, որոնք պետք է տեսնել։ Ինչպես բայց դառնալ այդ նախախնամությանն լինել այդ։ Ասել, ընդհանրապես այդ եզրերը մենք տեսնում ենք մի շատ կարճ հատարակ տարբերակում։ Մարդ, որը շրջահայաց է։ Եվ կարողանում է գնահատել շրջապատը։ Խելացի բան է։ Մարդը պետք է կարողանա այդ խելացիությունն օգտագործել։ Աստված իրեն խելք է տվել վերջապես։ Բայց ասեմ, կարող են ժամանակներն անբարենպաստ լինել։ Այսինքն կարող ենք ասել, որ բախտավորությունն նաև աշխատասիրության արդյունք է։ Գնահատավոր է։ Որպես միանշանակ սահմանումներ, եթե տանք գերեւի թե այլ կարտիկ կա, բախտապաշտ մարդիկ են, նախապաշարումներ ուլեցուն։ Ես ավելի շատ կապում եմ երևույթների հետ, որոնք մենք չենք սահմանել։ Օրինակ, հանգամանքներ, որոնք երբևիցե կան եւ մեզ առաջնորդում են, դա կարելի է անգամ տեսնել մեր նախնիների պահվածքի մեջ։ Այդպես խոսում է Աստվածաշունչը։ Ինչու, որովհետև մեր նախնիկ կարող են ոչ ճիշտ են ապրել, իմ պապը, իմ հայրը, եւ իմ ժառանգություն է թողնված աղբով լեցուն երգիր։ Եվ ինձ հետևած, որ այս աղբը ես պիտի մաքրեմ փաստորեն։ Ես էլ չեմ հասկանում, մի աղբել ես եմ դիզում իմ որդու համար։ Եվ այդպես շարունակ։ Անհատական հաջողություններ ես կասեի ավելի շատ պետք է մարդու շրջայցության հետ կապել։ Ավելի շրջայց, ավելի հաշվենկատ, ոչ թե չարախինդ հաշվենկատության, այլ օրինակ, մարդը բիզնեսով ուզում է զբաղվել, եթե հաշվենկատ չէ, ինքը կարող է դա անել, թե ոչ, պետք չէ տառապել ուրիշի հաջողությամբ։ Եթե քեզ չի հաջողում առևտրով զբաղվել, քեզ կհաջողի այլ տեղ զբաղեցնել քո տեղը։ Մի վախեցի ուրիշին ծառայել, ծառայեցնողին էլ Աստված ասում է, իմացի որ ես էլ քեզ եմ Տեր, ուրիշին ծառամի դարձրու քեզ, այնպես ինչպես տրուկին են վարվում։ Այսինքն փոխհարաբերությունները քրիստոնեական պետք է լինի եւ այլոց բախտավորության մասին եւ հաջողության մասին պետք չէ խոսել։ Ինչ է երջանկությունը եւ ինչպես այս կյանքում լինել երջանիկ։ Երջանկության շատ եզրեր կան։ Նա միանշանակ չէ բնական է։ Ես էլ իմաստուն չեմ, որ կարողանամ պատասխանեմ բազմաթիվ երջանկության մասին, սակայն պետք է ասեմ, որ մեր հայրերի ու մեր եկեղեցու ուսուցումը բավականին սահմանել է երջանկության իմաստությունը եւ փորձում եմ ձգտել իսկապես այդ առումով։ Երջանիկ է այն մարդը, ով բավարարվում է։ Աղքատը բավարարված է իր աղքատությամբ, հարուստը բավարարում է իր հարստությամբ։
Աշխատասերն բավարարում իր աշխատասիրությամբ, իր աշխատանքով, հաջորդ օրվա աշխատանքով, չի անիծում, չի հայհոյում, որևէ մեկի ունեցվածքից չի նեղվում, կանում եք, փորձում է ստեղծել։ Մի քիչ հարաբերական եմ ասում, շատ հարցերը կարծես թե քննելի են, բայց միանշանակ մի բառ ուղղակի պետք է ասեմ, այո, երջանկությունն այն է, որ բավարարված ես։ Եթե բավարարված չես, երջանկություն չի մոտենակ։ Այն հարուստը, որ այդպես էլ տենչանքով դեռ փորձում է կրկնակին դիզել, երբեք չի կարող երջանիկ լինել։ Այն աղքատը, որ ամեն օր անիծում է իր աղքատությունը, երբեք կյանքում երջանիկ լինել չի կարող։ Այն մարդը, որ երջանիկ չի իր բալիկներով, որ դա իր հարստությունն է եւ Աստված իրեն այդպիսի շնորհ է տվել, նա երբեք երջանիկ լինել չի կարող։ Եթե մարդու զավակները խելացի են եւ ընտանիքում են, տանն են եւ լավ գիտեն թե ինչ է տունն ու ընտանիքը, ահա երջանիկ մարդ։ Եթե մենք լավ ենք ճանաչում այս աշխարհը եւ մեր անելիքն այս աշխարհում եւ մեր գործը ու մեր տեղն ու մեր ժամանակն այս աշխարհում, արդեն երջանկություն, որտեղ շատ բան գիտենք, որտեղ եթե լույսը սփռում չեղավ տեղը, մարդն ուրախանում է։ Այս ընթացքը պահքի պահեցողության շրջան է, ինչ դեր ունի պահքը եւ առհասարակ ասում են, որ պահքի միջոցով կարելի է հասնել նպատակներին, պետք է ինչ-որ նպատակի համար պահք պահել։ Ինչ կասեք այս մասին եւ որն է կամքի դերը պահեցողության շրջանում։ Մենք էլ շատ հորդորում ենք, որ պահքի շրջանը արժևորեն ավելի շատ որոշակի նպատակով։ Առաջին նպատակը պետք է լինի մեղքերի թողություն։ Անձնային նպատակները պետք է մի քիչ ձեռք պահել, որպեսզի Աստծուն դուրեկան բաներ գործենք։ Ինչ որտեղ ծածկում են, ինչ որ դες պետք է, շատ լավ գիտեմ, որ դες պետք է։ Դուք ինձանից խնդրեք երկինքի արքայությունը եւ իմ արդարությունը։ Նրանց հետ ես ամեն բան լավ գիտեմ, ինչ տամ դες։ Այնպես ինչպես խորագետ տնողը շատ լավ հասկանում է իր զավակին ինչ է պետք երբ։ Մենք հաճախ օրինակ խորագետ չլինելով հանդերձ մեր զավակների խնդրանքներին տուրք ենք տալիս եւ հետո տեսնում թե ինչքան մեծ սխալ ենք գործել։ Նրանց հիվանդության ենք մղել արդեն։ Ինքն ամեն օր կոնֆետ է ուզում, ամեն օր կոնֆետը տալիս է։ Բայց դրանով պատկերն նրան շրջանառությունը փոխվում է, նա սկսում է հազար մի հիվանդություններ ստանալ եւ մենք ցույց ենք ամեն օր բժիշկների հետևից վազել։ Եվ հետո գլխանելիս տալիս ենք թե լավ ինչ կար։ Հիմա ուզում էր ես կարող էի չտալ։ Քնելուց առաջ ինքը ինձանից քաղցր հյութ ուզեց, օրինակ։ Բժիշկն ասում է՝ մի տուր, պետք չէ։ Համոզի քնած է թոթում, բայց խնայեց իր առողջությունը։ Ահա եւ նպատակային բաները որպես այդպեսին թող այս սահմանը չմտնեն ուղղակի, բայց նպատակ ունենք մեղքերի թողության։ Հետևաբար ուխտ եմ անում, պահք եմ պահում, որովհետեւ Աստված ինձանից խռովել է իմ մեղքերի պատճառով։ Ուխտ եմ պահում, որովհետեւ Աստված ինձ ների, Աստծո ներմամբ ինձ ուղեկցի, առաջնորդի։ Ուզում եմ իմաստություն ունենալ, որովհետեւ իմանամ ինչն է բարին, ինչը չար, Աստված թող ինձ առաջնորդի իմաստություն ունենալ։ Այս սրանք կարողանան կամատ ավելացնել եւ Աստված կտեսնի կգովի քեզ։ Մենք էլ հաճախ շատ դեպքերում Աստծոց խնդրում ենք բաներ, որոնք չի ուզում տալ մեր լավ բանի համար։ Մեր շահի համար նա չի ուզում տալ դա։ Եթե նրանից խնդրեմ այդ կյանքում նյութական բաներ, նա գիտի երբ ինչն է պետք։ Մի անգամից մեծանալ ոչ մեկը չի այդպես, դա ցնդաբանություն է, չէ՞, դեպի բոլոր բալիկներն ուզում են մի անգամից մեծանան, մեծերի նման լինել։ Բայց մենք դիտաղելով համբերատար ասում ենք, դա ոչի բարի ջան, կմեծանա, դու էլ կհասկանաս ինչ է ցարի, բայց նա այդ րոպին քեզանից նեղվում է։ Հենց այդ րոպին քեզանից նեղանում է։ Ես իրանից խնդրեցի ինչ չտվեց։ Ինչ մի մեծ բան եմ խնդրել իրեն։ Եվ մեզ միշտ թվում է թե մենք շատ լավն ենք միշտ խնդրում, միշտ այդպես բան։ Դրա համար նպատակ է հարկավոր պահքի շրջանում։ Ինչու, որովհետև պահքը մեզ սովորեցնում է իր անունով եւ իր կենցաղով մեզ սովորեցնում է թե արդեն ինչի վրա ուշադրություն դարձնել։ Ամբողջ հոգեվորի մեջ տեղավորված է նյութական մեկ քայլ՝ պահք պահել։ Պահք պահել նյութական, չուտել։ Զերծ մնալ ուտելիքներից, հնարավորինչափ քիչ ուտել, ավելի շատ ուշադրություն դարձնել հոգևորներ աշխարհին եւ փորձել ինքնակննումով պարզել ով է դու վերջապես, ուր ես գնում, ինչի համար, ինչ է անելիքդ ես աշխարհում, ինչ ես արել։ Մոռացի թե դու ով ես, թե դու ինչ կարող ես անել ու չես արել։
Բախքը մենակ մնալու ժամանակաշրջան է։ Ասում մենակ մնալու, մի օր քեզ մենակ թողել է։ Ու անկեղծ նա ինքդ քեզ ով ես դու վերջապես։ Մի պահ մոռացի, որ դու հայ հարայ տնօրեն եմ, ֆլան եմ, մեդալներ ունեմ, ես ունեմ, դրանք բոլորը այն թառամող խոտն են, որ ես աշունն եկավ թառամելու է։ Դրանք են թառամող ծաղիկներն են, ընդամենը ամռան շրջանն են քեզ ուրախացնել։ Մեռալու ժամանակ քեզ հետ պետք չի։ Մեռալու ժամանակ քեզ պետք են մեղքերից թողնված անձդ։ Որովհետեւ զվարթորեն նայ Աստծո աչքերին, երբ ժամն եկել է։ Ինչ ես հավաքել ամբողջ կյանքիդ ընթացքում։ Ինչ ես վարել, ցանել վերջապես։ Ինչ ես արել։ Ինչքանով ես պիտանի եղել այդ հողին։ Մի ծառես, որի վրա երբեք պտուղ չի եղել։ Փարթամ աճել ես ու պտուղ չի եղել։ Եվ Աստվածաշունչը մեզ այդպես է սովորեցնում։ Այ այն ինքնասիրահարվածներին դա է սովորեցնում։ Այսինքն մենք ապրում ենք մաքուր եւ հարմոնիկ աշխարհում, որտեղ յուրաքանչյուրս ստանում ենք մեր մտքերին համապատասխան։ Այդպես է ստացվում։ Պատմություն կա մեծերից, ասում է, երբ աշակերտը գնում է Տեր վանականի մոտ, խնդրում է, որ իրեն սովորեցնի ինչպես զսպել հպարտությունը եւ ինչպես ինքնասիրահարվածությունը դերս մնալ, վանականը իրեն ասում է գնա եւ այսօր կանգնի մի բարձր քարի վրա եւ դիմացիդ գերեզմաններին հայհոյիր։ Հաջորդ օրն ասում է գնա եւ գովեստ ասա։ Երկու օրերի պատասխանն է լինում, ինչ ասեցին քեզ նրանք։ Ասում ոչ գովեստի, ոչ էլ հայհոյանքի ժամանակ, բաներ չասեցին։ Ասում այդպես է դու ապրես։ Ոչ գովեստի ժամանակ ուրախացի, թե դու ինչ-որ մի բան ես քեզանից ներկայացնում, ոչ էլ ասում հայհոյանքի ժամանակ նեղվիր։ Ինչ-որ մի բան արեցի։ Եվ դա այդպես վարժեցնում է քրիստոնեության մեջ, վարժեցնում է ապրելու արվեստ է սովորեցնում։ Մարդը բավական հմուտ, կամքի ուժով, զորությամբ կարողանա նախ իրապես կրվել իր անձի այդ փառքի դեմ, որտեղ նախ ուտելը բոլորի լավ գործն է։ Շատ դժվար է դրկվել այդ ուտելուց, բայց մարդիկ կան, որ հանգիստ դրկում են իրենց ուտելուց ու չպետք է մոռանան, որ սատանան ամբողջ կյանքում չի կերել։ Ամբողջ կյանքում սատանան ծոմ է պահում, ուտելու բան չունի, բայց Աստծո թշնամին։ Տեր Վահանը սիրում է նվերներ առանց առիթի։ Én չի սիրում։ Ինչ բարի բան եք արել վերջերս։ Ես բարի մարդ չեմ։ Շատ դժվար բան է ասել, ինչ որ անում ենք երբևիցե երևի մեր աչքին շատ մեծ բան է թվում, բայց Աստված ասում է ինչ անում եք, միշտ մտածեք դուք անպիտան ծառաներ եք, ինչ պարտքեք եք անում։ Ես փորձում եմ այդպես կրթել ինձ։ Դրա համար ես ասում եմ, բարիքից հեռու մարդ եմ։ Եթե կարողանայիք այլ մարդ դառնալ, ով կդառնայիք։ Կրկին այն մարդը, ով շատ բան դեռ չի արել Աստծո համար, ով չի հասցրել շատ բարություն գործել, փորձել ևս մեկ անգամ մտնել այդ աշխարհը, երևի թե ուրիշ մարդ չէ։ Գոհ եմ ինչի, որովհետև Աստված ինձ այդպես է ստեղծել, ուրեմն դա է պետք։ Ինձ այդ մարդուն կուզենայի նորից տեսնել։ Այսինքն դուք գոհ եք այն մարդուց, ով դարձել եք։ Երևի կարելի ասել, հա, չգիտեմ։ Վատ է արդյոք գողանալ, եթե սոված երեխային կերակրելու համար եք գողանում։ Հարցից հարց թռիչք նժը, բայց պետք է ասեմ, որ իհարկե միանշանակ։ Աստված գողությունը մեծ մեղք է համարում, 10 պատվիրանների մեջ է, այսինքն հիմնարար օրենքի մեջ է, հետևաբար որևէ արդարացում չկա։ Գողացողը, ով իրեն արդարացնում է, թե ես արեցի իմ երեխայի կամ ուրիշի երեխայի համար, նրանը շատ է, նրանը չունի։ Վերցրեցի տղա նրան տվեց։ Ասեմ իհարկե, այդ գողը ինչ որ միտեղ նաև Աստծուց է այնքանով, որ այդ հարուստին հասկացնում են գերջան, տեղից շարժվի, ունեցածդ վարի են տալիս, տանում են, դու տուր, որ չգան քեզանից տանեն։ Չնայած ասեմ, որ մեր աշխարհը շատ չար է, հաճախ չի նայում այդպիսի արդարությանը, բայց ամենամեծ բայդը կայանում է նրանում, որ մարդ ինքն իրեն արդար Աստծո տեղ չպիտի դնի, որոշելով ումն է շատ, ում քիչ չի կարել։ Աստված կույր չէ, Աստված լավ է տեսնում։ Աստված շատ լավ տեսնելով հանդերձ տվյալ հարուստին էլ բազմաթիվ կերպով ցույց է տվել ինչպես կարելի է հարստությանը օգտագործել Աստծուն հաճելի լինելու համար։ Աստծո ստեղծած բնությունը եւ աշխարհը համաչափ է եւ հավասարակշռված։ Մինչեւ անգամ հավասարակշռված են հավասարակշռության մեջ։ Ինչու, որովհետև մեկը մեկով պետք է ծածկվի եւ մեկը մյուսով պիտի բարեհաջողության հասնի։ Աղքատները կան նրա համար, որ օգնեն հարուստներին եւ օգնեն նրան երկինքի արքայություն ընկնելու համար։
հարուստը նրա համար է որ հաշվենկատ լինի, թե որտեղից է իր հարստությունը, որ դա իրենը չի, որ երբ որ ինքը բարեհաջողությունն իրեն մեր ասած բախտ կլինի, թե ինչ կլինի, այդ բարեհաջողությունը ունի եւ փորձում է ստանալ ալնիվ կերպով վաստակում է ինչ-որ մի տեղից, մի քիչ հարաբերական բան է ալնիվ վաստակը մեզ մոտ, բայց այնուամենայնիվ չչափենք այդ ամենն Աստված տեսնում է։ Մենք մեզ իսկապես աստուտեղ չպիտի դնենք ինքնուրույնաբար որոշելու, թե ինչպես արդարության բաշխել ունեցվածքն այս աշխարհի։ Մենք հազիվ մեր ունեցվածքը կարողանում ենք բաշխել մեր տեղում։ Բայց պետք է ասել, որ այդպիսի հարցեր շատ կան, երբ որ քրեակատարողական հիմնարկել եմ հաճախում խոսելու, մխիթարելու մեր բանտարկյալ զավակներին, մարդիկ կան, ովքեր նաև այդպիսի չարիքի համար են հայտնվել այնտեղ, իրենց մոտ էլ հաճախ հարցեր են առաջանում, իսկ դա արդյոք այդ չափ մեղք է մեր արածը, որ վերցրել եմ ուրիշին եմ տվել, ուզել են չի տվել մինչև անգամ կեղեքել է եւ այլն, ինչ որ բաներ, մասնավոր բաներ շատ կան, որոնց հանդեպ այլ կերպ, բայց այդ մասնավորի մեջ կա մեկ ընդհանուր մի վիճակ, որ այնուամենայնիվ մենք վերջապես չարիք ենք գործում Աստծո առաջ։ Այն ինչ մենք ստանում ենք, պահպանում է մեր գոյությունը, այն ինչ մենք տալիս ենք, ստեղծում է մեր կյանքը։ Կիսում եք Չերչիլի կարծիքը։ Յուրաքանչյուր արդեն կապորին, որ ձևավորում է այս կամ այն գաղափարի շուրջ եւ ժամանակ, միանշանակ չէ իհարկե, բայց բաներ կան, որոնք միանշանակ, այնինչ միանշանակ է Աստվածաշնչում է գրված, այնինչ միանշանակ է, հատկապես ոսկի օրենքը բոլորիս համար է եւ դա միանշանակ է, այնինչ կամենադ ուրիշներ քեզան, նույնպես եւ դու արա ուրիշների, որտեղ սա խիստ հակադարձվում մի անգամ դիետ է դրում կյանքում, այն մեր նորվաստած կյանքի համաչափ եւ մաքուր լինելու սկզբունքով, գաղափարական, հիմնական սկզբունքով, Աստված այդպես է հիմնել, Աստված այդպես է օրհնել հողին, այ եթե դու հողը լավ ճանաչես, նա քեզ բերք կտա, որտեղ այնտեղ ամեն ինչ համաչափ է, օդը, ջուրը, տարերքը, ինքը քեզ համար է ստեղծված, ծառայեցրու, որտեղ մարդուն տրված է իշխան այս աշխարհը ծառայեցնելու իր կարիքները, բարիքների համար, եւ մարդը ինքն է տեսնում, որ ջուրը ինքը չի ստեղծել, բայց ծառայեցնում է իրեն։ Քամին օդը ինքը չի ստեղծել, դա իր ձեռքերից ստեղծածը չէ, երկիրը ինքը չի վաստակել, Աստված շնորհել է իրեն։ Եթե այս գաղափարն է մշտապես, այո, մենք այն ինչ որ ստանում ենք, կարող ենք ճիշտ ծառայեցնել եւ հետեւաբար մաքուր եւ երջանիկ կյանք ապահովել։ Այնինչ տալիս են, այն էլ ստանում են։ Մենք վայրենաբարու ենք վարվում մեր շրջապատի հետ, դրանք զանազան կարող են լինել, կենսոլորտից սկսած մինչև մարդկային մանր հարաբերությունները եւ հետեւաբար այդպես էլ ստանում ենք։ Կենսոլորտը, կենսական իրավիճակը մեզ բերում է արդեն ախտեղի վիճակներ, որտեղ մենք փչացրել ենք ամեն ինչ, ինքնուրույն ենք տրվում դրան, պատերազմներով ու զանազան տեսակի արհավիրքներով լցրել ենք մեր աշխարհը, տնտեսության ոչ ճիշտ բաշխումով շերտավորումներ ենք ստեղծել, մանր հարաբերությունների մեջ մեր կեղծավորությամբ ու դիտավորությամբ ենք ապրում մեկս մյուսի հետ, բնական է դա կբերի ոչ ճիշտ հարաբերությունների, մենք մեկս մյուսին չենք սիրում, դա է ամբողջ պատճառը, որ մենք կեղծավոր ենք, չենք սիրում, շատ կեղծավորվում, ինչ կա կեղծավորության, չէ ուրեմն չէ, պարզ է եղեք ու ազատ, դուք տեսնեք, որ ամեն բանի տեղում ենք գնում, պետք չէ հատուկ կեղծավոր, ես քեզ սիրում եմ, ամեն օր քո կողքին եմ եւ այլն, եւ ահա գալիս է գործի ժամանակը դու այնտեղ չես։ Իրական տեսքի մեջ դու փնտրել ես պարզապես մի տեղ, որը ուղղակի քեզ է տրոպեին հարմար։ Եվ այսպես մենք ուղղակի փչացնում ենք այն ինչ որ ունենք։ Եվ հաճախ մի այդպես ասած զվարճալի բաներ եմ պատմում, ասում են աշխարհի իմաստունները, աշխարհի զանազան տեսակի մարդիկ բարձրանում են Աստծո մոտ, գնում են բողոքելու, ասում են, «Էս ինչ է կատարվում է շրջապատում»։ Տեսնում եք Տեր Աստված, պատերազմներ, սովեր, կաշառք, մարդկային հարաբերությունների կեղծավորություններ, զանազան տեսակի այլանդակություններ։ Աստված ասում է, ապշարը նայում են, ասում է, դուրները չի գալիս, ասում են, շատ մի արեք։ Մենք ենք անում այդ բոլորը, Աստված ինչ է ստեղծել, Աստված այդ պարզ ստեղծել իր ամբողջ իմաստությամբ։ Հնարավորություն է տվել ամբողջությամբ օգտագործելու այդ ամենը։ Մեր սուրբերից մեկն ասում է, Աստված չար հարուստին հարստություն է տվել նրա համար, որ երբ որ հոգին առնելու լինի ու տանի դժոխք,
հարուստը չաթի դու ինձ ինչ էի տվել, որ ես կարողանայի դրանով փրկվել։ Աստված կա թե հարստություն էի տվել, որ դու կարող ես լիարժեքորեն օգտագործել այնպես ինչպես պատիվ է մարդուն։ Այդպես էլ մենք իսկապես դեռնանք գնանք։ Մեկը տհաս է ծնվում, մեկը հիվանդ է ծնվում են ինչի համար, որ մենք երկու քայլ ունենանք այստեղ։ Նախ տեսնենք ինչն ենք մենք սխալ արել, որ մեր կյանքում այսքան անհամաչափություն կա։ Եվ երկրորդ այս մարդիկ կան, որ ցես բարություն գործեն։ Նրանց կողքին լինեմ։ Սովորական մարդը բոլոր տեսակի սխալներով ու կարիքներով ու մարդկային կրքերով ու ցանկություններով, որոնք գալիս են այդպես ասած հափշտակելու Աստծո սերը չեն թողնում նրանք ծաղկենի մեջ։ Այդպես ես շատ ես մեջ։ Մարդիկ գիտեք ինչ են անում։ Այնքան վախենում են մեկը մյուսից։ Հանկարծ ես չխափի, հանկարծ ես չանի։ Չեմ անում որովհետև էսպես։ Մենք սել ենք քննել, դատել։ Կոպեկս տվեց երապ տեսա դենաս ինչ արա։ Այ մալամ, տվել է, ինչ է ինգելի դեվի։ Ավելի լավ է չտաս, որտեղից էլ չընկնես։ Եկեղեցին մեր տունն է, մեր ընտանիքը։ Մենք բոլորս ենք իրար հետ ապրում ենք, մեկս մյուսով ենք։ Մենք չենք հասկանում։ Մենք եկեղեցի ասելով մտածում ենք դա երևի թե մի առաջնորդ է, երկու հատ քահանա, իրանց շահերով ու վերջ, եւ քննադատության թիրախով։ Այս ինչ լավ է դրանք կան։ Դա չլինեն մեր կյանքում ուրախ չէր ասնի։ Քննադատելու բան չէ լինի։ Չէ, լավը չի։ Դու քո տեղում այնպես արա որ նա լավը լինի։ Քո եկեղեցին դու զորացրու, որտեղ դու այնտեղ ես, քո պատվիրան, Աստծո պատվիրանները պարով, եկեղեցու օրենքները պարով, դու կարող ես զորացնել այն վերջապես, դինել այն ինչ որ գաս։ Անչափ շնորհակալ եմ բովանդակալից եւ ուսուցանող զրույցի համար եւ թող Աստված մեզ տա ոչ թե այն ամեն ինչ մենք ենք ցանկանում, այլ այն ամեն ինչ մեզ իսկապես անհրաժեշտ է։ Աստված ոչ թե բոլորից, թող խաղաղ կյանք տա, ծառայասիրության ոգի տա եւ սեր յուրաքանչյուրիս մեջ։ Սիրո ողջ կարողությունը նախ Աստվածասիրության մեջ է, եկեղեցասիրության մեջ է, եղբայրասիրության մեջ է, հայրենասիրության մեջ է։ Այդ ամբողջական սիրո ողջ կտրվածքի մեջ ենք մենք դիտում այդ սերը։ Եվ քաջ մարդը, հզոր մարդը, զորավար մարդը կարող է իսկապես իր սերն արտահայտել իր նմանի հանդեպ։ Բացի այդ, կան նվիրական զգացումներ, կան նվիրական իղձեր ու բաղձանքներ, որ իր մեջ է ամփոփում երիտասարդը։